Հանուն Հոր և Որդվո և Ոգուին Սրբո, ամեն, Քրիստոս ծնավ և հայտնեցավ։ Մեզ ցեզ մեծ ավետիս, կողջունեմ ցեզ սիրելի եղբայրներ և քույրեր, նոր դարվա և ծնունդի ուրախությունը ձեր բոլորին վրա թողնա, Աստված իր երկնային օրհնությունները, սերը և խաղաղությունը իջեցնե ձեր վրա։ Նոր դարվա և սուրբ ծնունդի առիթով Սամաթիո մեր ժողովուրդը Սուրբ Գևորգ եկեղեցին անոր անձնագազմը թբիր ուրարագիր գիսասարգավակ և սարգավակները եկեղեցվո հովիվ հոգեշնորհ Տեր Կասպար Ափեղայի անձին կշնորհավորեմ այս նոր դարի իրենց նոր հոգի թող փչե, որովհետեւ իրենք հասկանան թե ինչ կնեն Տիրոջ սեղանին Աստուծո եկեղեցին ծառայել իրենց կյանքի ամենեն մեծ բադիվն է եւ իրենց կյանքի համար հավիտենական կյանքի համար ամենեն մեծ ներդրումն է։ Ուրեմն այսպես է նաեւ Սահակյան երգչախումբը, Սահակյան Թվրաստասը, անոնքալ այս եկեղեցի մեջ, ինչպես որ այսօր երկնային ցայներ կբարձրացնեն հրեշտակներու հետ միասին մեր եկեղեցվո սուրբ երգերը եւ շարականները կբարձրացնեն առ Աստված եւ մեր հոգիներն ալ իրենց երգերով կբարձրանա։ Կշնորհավորեմ Սահակյան Թվրաստասը իրենց դունորեն խորհրդով Թվրաբեդ Փարեշնոր Խաչիկ Սարլիի անձին Ադենաբեդ Բարոն Ղուգաս Արզումանի եւ երգչախումբի դարիներով վաստակ ունեցող ղեկավարը Բարոն Սևան Ագոշյանը կշնորհավորեմ այս տոնի արդիվ Աստված իրենց ուժը ավելցնե ինչպես որ գսենք ցայներն տանսվար ուրեմն եկեղեցին նաև ունի Սահակյան վարժարանը մանկաբարձ նախագրտարան միջնակարգ եւ լիսը այնպես որ դնորենությունը ուսուցչացկազմը եւ աշակերտները կշնորհավորեմ Աստված ուշումություն շնորհե երկինքեն ուրեմն այս բոլոր թրույթը այս սիստեմը կկառավարե եկեղեցվո թաղային խորհուրդը Բարոն Ադենաբեդ Նուրհան Դավուջյանի անձին կշնորհավորեմ իրենց սուրբ կորձ գնեն օգտակար կորձ գնեն գծարայեն մեր ասկին ամեն տեսակետով նվիրապերվելով իրենց կյանքեն իրենց ընտանեկան կյանքեն եւ ժամանակեն բաժին հանելով Տեր օրհնե նաեւ իրենց ուժ եւ կարողություն դա Սիրելիներ նոր տարի է եւ նորության սկացումները կան մեր մեջ բայց նորությունը ուզելը միշտ պիտի նորոգվենք ասել չէ օրենքներ եւ պայմաններ կան Տեր Հիսուս փոփոխության համար շատ կարևոր բան մսավ երկու արակներով անոնց մեկը ըսա որ երբ որ հին հակուստ մգա եւ անոր գարգուդու կնել գուսեք հինցած է որոշ տեղերը պատրված են յամա ունել գուսեք ուրեմն չեք կրնար նոր գդորմը նոր գերբասմը առնել եւ փակցնել գարել անոր վրա որովհետեւ հինը արդեն դգարացած է նորը զորավոր է նորը հինը ինչ պիտի պիտի պատրված կա ավելի շատ պիտի լա եւ գամսա որ նոր քինին հին դիգերու մեջ չտրվիր որովհետեւ նոր քինին հին դիգերը որ չորցած է կբայթեցնե քինին կփճանա ուրեմն նոր քինին պետք է տրվի նոր դիգերուն մեջ ուրեմն դիգը անասունի մորթով հատկապես գշնեին ոչխարներու մորթով
շինված ամանի պես ուրեմն այդ մորթին մեջ կտրվեր նոր քինին եւ երբ որ մորթը թարմ էր քինին երբ որ գնդարցակվեր ֆերմենտացիոնի բաժարով դիկնալ գնդարցակվեր հետո ֆերմենտացիոնը կգենար քինի գտարնար հետո անիկա կբարբեին ամաններուն եւ կկորզածեին հիմա դիգը չորցածը անիկա նոր քինի չես կրնարտնել հին քինը կրնաստնել չուր կրնաստնել բայց եթե այդ հինին մեջ նոր քին ընդհանրապես ֆերմենտացիոնի վաճառով պիտի ընդարձակվի եւ պիտի բայթեցնե հին դիգը ուրեմն դեր Հիսուս այս արակները ըսազադենը մեզի փոփոխության համար մեր կյանքի նորոգության համար շատ կարևոր բան մգսա եթե ծեր կյանքին մեջ նոր բան պիտի առնեք պետք է ծեր կյանքը ըստ այնն պետք է դեղ բանա այդ նոր բանի եթե դեղ չեք բանար այդ նոր բանը չգրնար գենալ ծեր մեջը այդ նոր բանը պահպաներիք բարունագերիք վիճակ պետք է ստանաք դուք այսինքն օրինակներ դանք հոգևոր մարզեն օրինակներ դանք ասենք որ այս տարի խոսք տվիք Աստվածաշունչ պիտի գարթակ ավելի շատ պիտի գարթակ եւ կսկսիկ գարթալու բայց հետո կտեսնեք որ շատ սպառված եք Գիշերը շատ հոգնած եք հետևաբար մի քանի անգամ ունել հետո չեք կրնար ունել որովհետև հինը հոնդե ցեզի կբարդատրե հինի պես վարվեր նոր ըլլալու համար ինչ պիտի ունեք ուրեմն ծեր կյանքը պիտի ընդարձակեք որովհետև նոր բան առնել գուցեք ծեր մեջը ինչ պիտի ունեք պիտի ասեք որ ես մեկ ժամ ամեն օր պիտի հատկացնեմ Աստվածաշունչ կարդալու անիկա ունելու համար դեղ պետք է բանամ մեկ ժամ քիչ հեռադեսիլ հեռուստացույց պիտի դիտեմ պետք է կանոնավորուլա նույնիսկ քուն ունենամ ես պետք է անպայման կարգադրեմ ասիգա ուրեմն երբ որ ասիգա գնեք եւ գտիմանաք այնգե հետո ծեր կյանքը այս նոր որոշումին համաձայն ծև կստանա Զորոնակ որոշեցիք որ ավելի շատ աղոթեք Աստծո ներկայության մեջ գնաք Քիչ աղոթեք, բայց պետք է շատ աղոթեք այս տարի Այո, մի քանի օր գրնակնել բայց եթե այս նոր վարժության համար դեռ չեք բանար ծեր կյանքեն այնադեն չեք գրնար նորը ընդունիր կսկսիկ հինին պես վարվել ուրեմն նորը ունելու համար նոր գեն սաղ պետք է նոր կյանք պետք է մեր մեջը արած բաները այո մեզի կփոխեն բայց մեկ անգամ առնելով մեզի չփոխեր որոշ բաները այդպես չէ բժիշկի գերտաս եւ քեզի տեղեր կնշանակե կսե որ ամեն 6 ժամը պիտի առնես այստեղը անոթի պիտի առնես այս տուփը պիտի լմնա հետո ուրիշին պիտի սկսենք հետևաբար մեկ անգամ տեղի արի եւ չբժշկվեցա չլար պետք է այդ տեղը մտնե քու էությանդ մեջ քու մարմինիդ մեջ եւ բեդ եղած փոփոխությունը գադարը ուրեմն աշխատասեր աշակերտի եւ ձույլ աշակերտը զանազանող գեդը այս է աշխատասեր աշակերտը շարունակող է ձույլ աշակերտը մեկ անգամ կաշխատի կամ քնութենեն առաջ կաշխատի ուրեմն ամեն օր ինչ որ մենք կնենք միայն այնադեն մեր
էության մեջ նոր ցև գրնա ստանալ, նոր վարժության կվերածվի։ Հետևաբար նորությունը քին գուզե, այդ քիննալ հինեն, այդ նորի համար դեղ փանալու մեջն է։ Ինչ է նոր փանը, ինչ կրնանք ամենեն նոր փան առնել մեր մեջը։ Արևինդագը նոր փամը չկա գսե իմաստուն Սողոմոնը։ Հետևաբար մեր այդ մարդկային փոփոխություն գարձածները փոփոխություն չէ։ Դունդ կրնաս փոխել, բայց անիգա նորոգություն չբերեր։ Քաղաքդ կրնաս փոխել, երկիրդ կրնաս փոխել, բայց անիգա փոփոխություն հիմնական նորոգություն չբերեր։ Այս փոփոխություն է, բայց նորոգությունը ուրիշ բան է։ Նորոգությունը նորը արևինդագը չգա, նորը ներսեն եկողն է։ Ներսդ արած բաներդ քեզ գրնա փոխել։ Բարի կամ չար, որովհետև կյանքը ներսեն դուրս կգա, ծառերը ներսեն դուրս կմեծնան։ Այսօրվան ավետարանին մեջ Հիսուս կսե ես եմ կյանքը եւ հարությունը։ Եթե մեկը ինձ հավատա նույնիսկ մեռածլա պիտի ապրի, եթե մեկը ինձ կհավատա մահվնե կյանք անցած է արդեն։ Ուրեմն Տեր Հիսուս կսե ես եմ հարությունը եւ կյանքը, ուրեմն Սուրբ Ծնունդի մեծակույն պատգամը այն է, որ Տեր Հիսուս մեր մեջը գրնակալ, մեր մեջը գրնա ապրիլ, իր հարությունը եւ իր կյանքը մեզի կփերը։ Եվ ասկե ավելի մեծ նորոգություն չկա մեզի համար։ Աստուծո մշտանորոգ Սուրբ Հոգին մեր մեջը կմտնե եւ մեզի շարունակ կփոխե, նոր կյանք կտա մեզի։ Ուրեմն ասիգա մեր փնդրելիքն է։ Պետք է մեր ներսը առնենք եւ սպասենք, որ մեր ներսը արածները պիտի փոխեն մեզ։ Մեր աչքերը պետք է հանդիպի Սուրբ Ավետարանին խոսքերուն։ Մեր ուղեղը եւ սիրտը պետք է այդ խոսքերով լեցվի։ Պետք է աղոթենք, որ Սուրբ Հոգին կա եւ անոր նորոգության մեջ քալենք մենք։ Եվ Սուրբ Հոգին մեր մեջը եւ որ կմտնե, կսկսի ցույց տալու մեզ հինցած բաները, նույնիսկ առանց մենք իմանալու մեր կյանքը կփոխե։ Հետևաբար բոլոր հաջողությունը այս նոր դարին սաբիդուլա, որքան շատ բան գարնեմ իմ մեջս Աստծո Հիսուսեն, Քրիստոսեն, Սուրբ Հոգին, որքան շատ բան գարնեմ իմ մեջս։ Երբ որ ես այդ բաները առնեմ իմ մեջս, այդ բաները իրենք ուժ ունին մեզի ասելու թե սա պետք է փոխես, այդ պետք է փոխես։ Պետք է Աստծո սա զոհությունը ունես Աստծո համար, պետք է ծոմ բռնես, պետք է աղոթես, հսկում ունես, ուխտի երտաս։ Բայց երբ որ մեր մեջը թադարգվի, բարբվի, այնադեն ուրիշ բաներ կան մեր սիրտը եւ մեր կյանքի մեջ նորություն չլար։ Հինը ինքսինքը գրտնե կգենա։ Ինչ է նոր դարին ինչպես նոր պիտի ըլլա։ Թվականի փոփոխությունն է, որ նոր պիտի ըլլա։ Չէ, նորությունը այն բանն է, որ Աստված մեր սիրտին մեջ իր արևը գծակեցնե։ Մեր սիրտին մեջ է եւ մենք կխոսենք անոր հետ։ Սամոսին սազիմբես անգողինիս մեջ քեզի հետ կխոսիմ ամփոչ քիշեր հոգիս քեզի ծարավ է ինչպես անչրտի հողերը կսպասեն անցրևները այդպես կսպասե հոգիս քեզի եթե այս սկացումով գլեցնենք մենք նոր քինիով մեր սիրտը այնադեն այդ քինին պիտի ընթարցագե մեր կյանքը
անոր մեջը պիտի մտնե եւ մեզի պիտի ստիպե որ մենք ալ փոխենք պետ եղած քայլերը առնենք Հավատացյալի ամենան մեծ պայքարը այս է Մենք երբեմն Աստծո կամքը կատարել գուզենք, բայց կտեսնենք, որ թադարգենք, փոփիկենք, Աստծո ուզածները շատ բարձր մեծ բաներ են, որովհետև Աստված այս բաները գուզե մեզ ունենք, ոչ թե առանցին, իր մով գուզե որ ունենք, ինքը օգտակար լալ գուզե մեզի։ Հիսուս սա որ ինչպես ծեր երկնավոր հայր գադարյալ է, դուք ալ գադարյալ եղեք։ Չհասկացա։ Ինչպես ես Աստծով ես կատարյալ պիտի լամ։ Անկարելի է։ Ինձ համար անկարելի է։ Բայց եթե Աստված մտնե իմ մեջս, այնադեն Աստծո կնմանեմ։ Աստծով ես կլամ։ Անոր համար դրված օրինակի ինչ է, երկաթը ինքնին չերմություն չունի։ Գրակ չէ, կփռնեք։ Հիմա այդ երկաթեն ասել, որ դակցուր մեզի չգրնար։ Հիմա այս չերությունները, կալորիֆերները երկաթ է։ Գրնա այդ երկաթը ինքնին դակցնել այս եկեղեցին կամ ցեզը, չգրնար։ Բայց եթե մեջը դակ փամը մտնե, դակ չուրը, դակ օդը, էլեկտրականությունը, այնադեն երկաթը փոխվելու կսկսի։ Անոր մեջը գտնվող այդ չերմությունը, դակությունը կստանա։ Երկաթը երբ որ գտնեք գրագին մեջ, գրագը գայրի, հետո գնայիք, որ երկաթն ալ գրագի կվերածվի։ Հիմա հասկացաք թե Հիսուս ինչ համար գսե, ինչպես ծեր երկնավոր հայրը գադարյալ է, դուք ալ գադարյալ եղեք։ Ինչպես ծեր երկնավոր հայրը ծեր մեջ եթե մտնե, այնադեն գադարյալ գրնակ լալ անորպես։ Քու չանքով չլար, քու մարդկային փնությունդ մեղքով չգրնար հաջողել այդ բանը։ Հետևաբար պետք է մենք հասկանանք թե մեր էությունը Աստծո համար շինված է, ինչպես շիշը չուրի համար շինված է, ինչպես այս տաճարը շինված է աղոթքի համար, ինչպես ցերդուները շինված են փնագելու համար, ինչպես ծեր ավտոմեքենաները ցեզի դեղմը առնելու համար շինված է, այդպես հալ մարդը շինված է Աստծո համար տաճար ուլա։ Աստված կա և հաստատվի մեր մեջը մտնե։ Մեզի առանցին ցկելու համար չստեղծեց Աստված։ Ինչպես որ այս լամպերը շինվեցան, մեջը էլեկտրականություն մտնե եսելով, որովհետև այնադեն ինքը լույս կրնատալ։ Եվ Հիսուս աշակերտներուն դարձավ իրենց սորվեցնելը հետո, սա որ թուք եք աշխարհի լույսը։ Ամբողջ աշխարհը լույս չէ, բոլոր մարդիկ լուսավոր չեն, բայց դուք լույս եք, ինչու՞, որովհետև ես այլևս ծեր մեջը կգենամ, այլևս ցեզի սորվեցուց թե ինչպես Աստված ծեր մեջը գնակարներ, այնադեն դուք լույս կլակ։ Հետևաբար այն անձը որ Աստված իր մեջը գարնե, թե իրեն համար և թե շրջապատի համար ամենեն օգտակար անձն է, որովհետև անիկա լույսն է և աղն է ընկերության, անոնք տարբերություն կփերեն, անոնք Աստուծո մե փամը արած են և Աստված անոնց մեջ են դուրս ելնել գուցե ուրիշներուն հասնելու համար։ Իմ ուսածս շատ մեծ, շատ հրաշավոր, աչաշլած, շատ տարօրինակ բան չեն։ Ձեր կյանքին մեջ նայեցեք, հիշեցեք անցյալը, ձեր հայրերը, մայրերը, մեծ հայրերը, մայրերը հիշեցեք,
Սեր որոշ ուսուցիչները հիշեցեք, պիտի հասկանաք, որ այս նորմալ մարդիկ ցեզ համար լույս եղած են։ Այսինքն, ինչ որ մենք մեր մեջը գարնենք, աստվածային, անիգա կփոխե մեզի եւ անիգա դուրս կբերե իր դարբերությունը, բոլոր ամանները իր մեջը եղած նյութը դուրս կդան։ Հետևաբար ինչ կա քու ամանիդ մեջ, քու մարմինիդ մեջ, քու մտքի ամանին մեջ, քու սրդի ամանին մեջ, ինչ դրածես, անիգա դուրս գելլե։ Հետևաբար Հիսուսով ես լույսը տրի, իմ լույսս տրի ծեր մեջը եւ դուք ալ այլևս լույս եք։ Ինչպես գեսորին արևը գփայլի, բայց գիշերն ալ լուսինը գփայլի։ Լուսինն ալ լույս է, բայց լուսինը փող կառնե իր լույսը արևեն։ Այդպես ալ մենք ալ աշխարհի լույսը գտարնանք, եթե աստվածային լույսը լուսինի պես մեր վրա կա եւ մենք ալ ընդունենք այդ լույսը։ Ուրեմն սիրելի եղբայրներ, նոր տարի եկավ, այս նոր տարին ինչ նորոգություն պիտի բերեք քեզ համար, Աստուծո ինչ պիտի առնես, անգեգախյար է։ Նոր աղոտ պիտի սորվիս, եկեղեցին ունի հազարավոր աղոտներ։ Նոր աղոտ պիտի սորվիս, նոր երկմը, նոր շարագամը պիտի սորվիս, Աստվածաշունչեն նոր համարմը անքիր պիտի սորվիս, Աստուծո սիրուն համար ուրիշներուն պիտի օգնես, պիտի սիրես ավելի լավ։ Ուրեմն այդ բոլորը նոր պիտի դառնան քեզ համար։ Անոնց մե ոմանք գնես արդեն, բայց պետք է հասկանաս, որ այս բաները եթե գնես, քեզ միշտ նոր կփռնե, միշտ թարմ կփռնե։ Անցյալին անիգա ընելըդ քեզ օգուտություն էր։ Քու դունիդ մեջ փույսը, թաղարիդ մեջ ծաղիգը միշտ գուզե որ շրոդես, միշտ չուրտնես անոր։ Երկու շաբաթ առաջ դրած էիր, անիգա չոքներ։ Այդպես ալ մեր հոգիները կդխրին, մեր գլուխները կձրին, մեր սիրտերը կբրձվին, եթե միշտ աստվածային այդ նոր ջուրը մեր սիրտին մեջ չիջնար։ Հետևաբար, սիրելիներ, նորոգվեցեք Սուրբ Հոգիի նորոգությամբ, նորոգվեցեք սեր միտքի փոփոխությամբ, նորոգվեցեք նոր որոշումներ առնելու եւ այդ որոշումներուն ամենեն կարևորը Աստուծո հետ ծեր պատմությունը պետք է զարգանա, պետք է Աստուծո օվկիանոսին մեջ ավելի մտնեք եւ ավելի շատ ուզեք անգե բաներմը։